Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Այս բաժանումը միակ ճիշտ տարբերակն է։ Լավ ես։ Ես ինչ ես անում։ Ուզում եմ Գորի հետ կապված ցանկացած բան հանել իմ ննջարանից։ Ասենք ննջարանից հանեցիր։ Բա մտքիցդ ոնց ես անելու։ Դրան էլ կհասնեմ։ Ճիշտ է, հեշտ չի լինի, բայց հաստատ կանեմ։ Սար, այս ամենը սխալ է։ Սենց չի կարելի, ես չի օգնելու քեզ։ Օգնում է։ Ես զգում եմ, որ ազատվում եմ իր հետ կապված իրերից, այսինքն ազատում եմ նաև ինձ Գորից, բայց չեմ ուզում այս մասին խոսենք Ռեբեկա։ Երևի ուզում ես ասել, որ այս ամեն ինչը չի օգնի Գորին մոռանալ։ Չեմ վիճի, որովհետև ես չեմ էլ փորձում Գորին մոռանալ։ Որովհետև այս պատմության մեջ իմ երջանկությունն է։ Սա իմ պատմությունն է։ Ու դրա մեջ ես երջանիկ եմ եղել։ Չգիտեմ իհարկե, այդ երջանկությունը իրական էր, թե կեղծիք, բայց ես ամենաիրական էմոցիաներն եմ ապրել։ Իսկ հիմա ուղղակի պարտավոր եմ անցյալը թողնել անցյալում։ Պատկերացնենք, որ ես էլ կյանքի հերթական դասն էր։ Ուղղակի այդ դասը ես ամբողջ կյանքում չեմ կարողանա մոռանալ։
Չգիտեմ էլ ոնց օգնեմ քեզ։ Էս էլ կանցնի։ Էս կյանքում ամեն ինչ էլ անցնում է։ Այդ դու ես որոշել, որ քեզ պետք է համոզես։ Շնորհակալ եմ, որ ուզում ես ինձ օգնել, բայց էս այն դրությունն է, որ միայն ես կարող եմ ինձ օգնել։ Մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է։ Ես հիմա փորձում եմ գորի հետ կապված ամեն ինչ մի կողմ դնել, բայց ամբողջ կյանքում չեմ կարողանա այս իրերի հետ կապված պատմությունները մոռանալ։ Հեռախոսիցս իր համարն եմ ջնջում, բայց տարիներ էլ անցնեն, ես չեմ կարող այդ համարը մոռանալ։ Ուղղակի հիմա փորձում եմ մաքրել շուրջս, որ այս իրերը իր մասին չհիշեցնեն։ Նախ իրերը կմաքրեմ, հետո կանցնեմ մտքերիս։ Եթե գորը որոշել է, որ պետք է հեռու մնա քեզանից, ուրեմն ինքը ուղղակի արժանի չի քեզ։ Այդ բարդ իրականություն է, բայց մենք պետք է համակերպվենք այդ իրականության հետ։ Ամեն դեպքում իմացի, որ եթե ես քեզ պետք լինեմ, ես միշտ պատրաստ եմ քեզ օգնել։ Էլկա։ Էլկային տեսել ես։ Դուրս եկավ բալես։ Ալո։ Բարև Սառա, երբ կարող ես բաժին գալ։ Մի քանի հարց ունեմ։
Երևի ես աշխարհում ամենաշատը հենց քո առաջ եմ մեղավոր Սար, որովհետև ես առանց ճանաչելու արդեն ատել եմ քեզ, բայց դու երբեք ոչ մի վատ բան չես արել ինձ։ Այս նամակն էլ քեզ գրում եմ, որովհետև ուզում եմ իմանաս այն, ինչ ես իրականում զգում եմ քո հանդեպ։ Պիտի շատ անկեղծ խոստովանեմ, որ իրականում ես շատ կուզեի, որ մեր ճակատագրերն այսքան բարդ չդասավորվեին ու դու մեզանից հեռու չմեծանայիր։ Ես վստահ եմ, որ մենք աշխարհի ամենալավ քույրերը կլինեինք։ Ես քեզ շատ եմ նեղացրել, գիտեմ։ Ու հիմա ուզում եմ ներողություն խնդրել։ Ուզում եմ իմանաս, որ ես քեզ երբեք չեմ ատել։ Ուղղակի չեմ համակերպվել այն կորցրած մանկության հետ, որ ունեցել եմ։ Ու դու ուղղակի հարմար մարդ ես, ում կարող էի մեղադրել։ Ուզում եմ խոստովանել քեզ, որ իրականում ես չեմ իմացել ինչի համար եմ քեզ կանչում հյուրանոց։ Ես չէի էլ ուզում հանդիպել հետդ։ Ձիաննան համոզեց ինձ, ասեց, որ ուզում է խոսել հետդ։ Ես չեմ էլ պատկերացրել, թե ինչ ա լինելու հետո։ Ես հիմա չեմ արդարանալու ու չեմ ասելու, թե ինչ էր եղան հետո, որովհետև դա ոչինչ չի փոխելու։ Ես չեմ ակնկալում, որ կհասկանաս ինձ, բայց գոնե կիմանաս, որ ես են տականքը չեմ, որ դու ես պատկերացնում։ Իսկ Սաքոն Դիանայի պատճառով ա տվել Արմանի անունը, որովհետև իր պլանների մեջ չէր մտնում այն, որ պիտի գոռը հայտնվեր բանտում։ Սար, երբ ես նամակը քեզ հասնի, ես էլ չեմ լինի։ Դրա համար խնդրում եմ քեզ, Էլկային երբեք մենակ չթողնես։ Ինքը հիմա մենակ քեզ ունի։ Ալո, Դու որտեղ ես, ասա գամ խոսենք։ ես գալիս եմ տուն, տան մոտ եմ։ Չէ, չեմ ուզում տանը խոսենք։ Դու որտեղ ես, տեղդ ասա ես գամ։ Էլկա հիմա կասես ինչ ա եղել։ Ռեբեկա, Սարան իրեն տարօրինակ ա պահում։ Այսինքն, Արին ստենք կբացատրեմ։ ինչ ա կատարվում։ Դե ես կարող ես սխալ արտահայտվեցի, բայց Մի հատ հանգիստ կարող ես բացատրել ինչ ա եղել։ դու ընդհանրապես մտածել ես, որ կարող է Սարան գիտի որտեղ ա գոռում, ես չի ասում։ Չէ, որովհետև Սարան տանջվում է։ Դե հա, ես էլ եմ տեսնում, որ տանջվում է, բայց կարող է հենց դրա համար է տանջվում։ Չէ, չեմ կարծում, հնարավոր չի։ Իսկ ես կարծում եմ։ Էլկա չեմ հասկանում, ինչ եղավ քեզ։ Ինչի հանկարծ սկսեցիր կասկածել Սարային։ Ուղղակի կասկածում եմ։
Չի կարելի։ Ես մտածում եմ, որ ինքը եթե նույնիսկ իմանար որտեղ է գորում, ես չէր ասելու։ Գիտես ինչի, որովհետև սիրում եմ։ Նույնը դու կանեիր, չէ՞, Վահեի համար։ Նույնը ես կանեի Արմանի համար։ Տենց է, չէ՞ Ռեբեկա։ Էլկա, եթե սկսել ես ինչ-որ մի բան ասել, ուրեմն ասա մինչև վերջ։ Որտեղից քեզ այդ կասկածները։ Ախր իրան շատ տարօրինակ է պահում։ Անընդհատ խոսելուց առանձնանում է։ Երեք մտասենյակ հեռախոսով խոսում էր, միանգամից անջատեց։ Ու միայն դա։ Հա, միայն դա։ Չգիտեմ, ես մտածում եմ, որ ինքը գիտի որտեղ է գորը։ Սարան այսօր գորի նվերներն էր հավաքում, որ թափի աղբամանը։ Ես Սարայի հանդեպ այդքան բարի չեմ եղել, այդքան մոտ չեմ եղել իր հետ ինչքան որ դու, բայց ես չեմ հասկանում, այս կասկածները քո մոտ որտեղից են հայտնվել։ Չէ, սրանք կասկածներ չեն։ Դու համոզված ես Էլկա։ Չհասկացա Էլկա, ուր։ Կարելի է։ Նստեք։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ ինձ կկանչեք։ Ձեր երեկվա ցուցմունքից հետո ահագին բան է փոխվել։ Այս պատմությունը գնալով ավելի է խճճվում։ Ես ասել եմ այն, ինչ կա։ Հաստատ։ Ինչի եք եկել։ Պապիկ որ տեսնի ձեզ հետ այստեղ կանգնած եմ ու խոսում եմ։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ով ինչ կտեսնի կամ ինչ կմտածի։ Ես իմ հավեսի համար չեմ եկել։ Ինձ ինֆորմացիա է պետք։ Ես ոչ մի բան չգիտեմ։ Գիտեմ այնքան ինչքան որ դուք, ոչ մի նորություն չկա։ Այսինքն դու իմ ասածներին լուրջ ես վերաբերվել։ Ես քեզ ասում եմ, որ Սարան գորի հետ կապ ունի։ Ուղղակի դու պետք է ուշադիր լիներ, որ հասկանար ինչա կատարվում։ Սարան գորի հետ ոչ մի կապ չունի, այդ մի բանում ես հաստատ վստահ եմ։ Ու խնդրում եմ ձեզ, գնացեք ու էլ չգաք։ Ձևացնում ես, թե իբր սիրում ես տղուս։ Իբր անհանգստանում ես իր համար։ Որ զանգեցիր ու ասեցիր Արմանի մասին, ես մտածեցի իրոք սիրում ես, իրոք անհանգիստ ես։ Բայց դու էլ ոչ մի բանով չես տարբերվում ձերոնցից։ Ինչ եք խոսում։ Այն ինչ կա։ Հաստատ։ Ես ձեզ խաբելու պատճառ չունեմ։ Ձեր բոլորի ցուցմունքները շատ կասկածելի են։ Այդ ո՞նց է տենց լինում, որ դուք պատահաբար հանդիպում եք Սարգիսին հյուրանոցում։ Հետո շատ պատահական գորնը հայտնվում նույն տեղում, նույն պահին։ Կռիվ է սարքում։ Այդտեղ են ընկնում հիվանդանոց։ Ես ճիշտ եմ հասկանում, ձեր խոսքի մեջ ինչ-որ կասկած կա։ Ես ընդհանրապես փորձում եմ իրադարձությունները ու ձեր ցուցմունքները համադրել։ Փորձում եմ ճշմարտությունը գտնել։ Լավ։ Դուք երեք ասում էիք, որ Արմանը կապ չունի այս ամենի հետ։ Ասում էիք, որ գորն է մեղավոր։ Ասում էի, որովհետև այդպես էլ կա։ Ես մոտ ինչի է այնպիսի տպավորություն, որ դուք ամեն կերպ փորձում եք գորին վնասել։ Ձեր ասածն աբսուրդ է։ Ես գորին ինչի պիտի վնասեմ, ես նույնիսկ ձեզ ասել եմ, որ սիրում եմ իրեն։ Այ հենց դրա համար։ Չեք պատկերացնի ինչեր են գրում իրար դեմ ամուսինները, սիրող զույգերը, երբ մի փոքր վիճում են, երբ նեղանում են իրարից։ Ես քեզ ուղղակի մի բան եմ ասել, որ ուշադիր լինես, որովհետև իմ տղու փրկությունն էլ կործանում էլ քո տան մեջ է։ Ես հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք, ես հասկանում եմ, որ Սարային նկատի ունեք, բայց Սարան էլ մեզ նման ընկած գոռաման գալիս։
Այդ հեքիաթն արդեն մի անգամ լսել եմ։ Հեքիաթ չի, ես անձամբ եմ Սարայից հարցրել։ Ինքը ընդհանրապես տեղյակ չի։ Ինչ ես արել։ Անձամբ հարցրել եմ։ Ես էլ ուզում եմ քո հետ լուրջ գործ բռնեմ։ Իմ խելքն ասա, որ երեխու հետ գործ եմ դրել։ Չհասկացա։ Դու ահավոր մի ամիտ ես։ Այդ ինչ էր մտածում, որ գնացել էր ուղիղ Սարային հարցրել։ Քո կարծիքով ինչ է, ինքը պետք է իր անկերոջը մատներ, հա։ Չէ, դուք ուղղակի Սարային չեք ճանաչում, ինքը արդարության կողմնակից է։ Լուրջ ես ասում։ Դու որ լինեիր Արմանի կմատներ հանուն այդ քո ասած արդարության։ Ես այդ հարցը քեզ երեք տվեցի, բայց տենց էլ պատասխանը չստացա։ Լսի, այդ աղջիկը սիրում է այդ տղուն, ու էլ ոչ մի ճշմարտություն չկա։ Ուզում ես իմանաս թե հետո ինչ ա լինելու։ Սարան գնալու է ու Գորին զգուշացնի։ Իսկ ձեր մոտ ցույց ա տալու, որ ինքը Գորին դեմ է, որ դուք հանգիստ ու ազատ խոսակ ձեր պլանների մասին։ Իսկ ինքը գնա ու Գորին զգուշացնի։ Չէ, այդպես չի։ Հերիկվա երեխենս եկել ես իսկ կյանքես բացատրում։ Սենց Արմանին չեն օգնում։ Դու հիմա իմ տղու վիճակը ավելի ես բարդացնում։ Դեմքից ժպտացող ամեն մեկը չի որ բարեկամ է։ Ինձանից էլ է չէ վախենում։ Բայց հասկացար, որ ձերոնցից ոչ մի օգուտ չկա, իկար ու ինձանից օգնություն խնդրեցիր։ Եթե չես օգնելու, ուրեմն իմ տղու անունն էլ մի տուր։ Ու իմացի, որ դու Սարային ինֆորմացիա ես տվել ու ինքը գնալու է Գորին ասի։ Ապրես։ Ես չգիտեմ, թե ձեր պրակտիկայում ինչ դեպքերի եք հանդիպել, բայց սա այդ դեպքը չի։ Ես երբեք չեմ ցանկացել վնասել Գորին։ Եկեք պարզ խոսենք։ Դուք ասում եք, որ Արմանը մեղավոր չի։ Որ Գորի փոխարեն Արմանին ենք ձերբակալել։ Հետո ասացիք, որ Գորը չկա, անհետացել է, փախուստի ա դիմել։ Տպավորություն չկա, որ դուք անընդհատ Գորի դեմ եք խոսում։ Լավ կլինի ճիշտը ասեք։ Միևնույն այս ճշմարտությունը իմանալու եմ։ Ես կարող եմ հուզված եմ եղել ու ասել եմ այնպիսի բաներ, որոնք ձեզ համար կասկածելի են թվում, բայց ես երբեք ցանկություն չեմ ունեցել վնասելու Գորին։ Եթե Գորն այստեղ եկած ու խոստովանած չլիներ իր մեղքը, ես երևի երբեք չէի գա ու ինչ-որ բան չէի ասի։ Այսինքն ես այստեղ ինչ-որ բացահայտում չեմ արել, ընդհանրապես եկել եմ ու ասել եմ այն, ինչ Գորն ինքն էր խոստովանել։ Այսինքն ինչ է հիմա ստացվում, ես բարդացրել եմ իրավիճակը։ Չէ, ես հարց եմ տալիս ճշտումներ եմ անում, սա իմ գործն է։ Հիմա ազատ եք, կարող եք գնել։ Հա, իդեպ ասեմ, Գորը փախուստի չի դիմել։ Ու Ամերիկայում չի։ Ինչ։ Այսինքն Գորը Երևանում է։ ոնց Երևանում է։ Ես ձեզ էլ չեմ սպաղեցնում, կարող եք գնալ։ Հա, բալես։ Պապի, դու Սարային տեսել ես, չեմ կարողանում գտնել։ Չէ, ես էլ եմ զանգել, չի պատասխանում, բայց հիմա անհանգստացա։ Աշխատանքի չի եկել։ Չէ, չի եկել, ես տնից շուտ եմ դուրս եկել, այստեղ չի։ Պարզա։ Ինչ, բան ա եղել։ Չէ,
Ուղղակի երևի ուրիշ ինչ-որ տեղ է գնացել։ Լավ, դե որ խոսես հետը ասա թողի ծամբայնը զանգի։ Լավ։ Չէ, ես կգժվեմ այս կասկածներից արդեն։ Ռեբեկա ջան, ես ինչ հաճելի անակնկալ էր, բալես, նստի։ Չեմ խանգարում։ Չէ, բալես, ընդմիջման ժամը։ Ինչ կուզես, բալես, թեյի սուրճ։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի ես կողմով անցնում էի, որոշեցի գամ քեզ էլ տեսնեմ։ Այնքան անսովոր է քեզ աշխատանքային վիճակում տեսնելը, բայց նաև հաճելի։ Սկզբում իմ համար էլ էր անսովոր, բայց աշխատանքին շատ է օգնում։ Այստեղ լրիվ ուրիշ տրամադրություն է։ Աղջիկներն այնքան լավն են, ինչ շատ են օգնում, բալես։ Չեմ հիշում քեզ երբ եմ այսքան ուրախ ու հանգիստ տեսել։ Բայց դու մտահոգ ես, ճիշտ եմ նկատում։ Մի քիչ։ Արմանի այս պատմությունները Էլկայի վրա շատ վատ են ազդում։ Հա, գիտեմ, Էլկան շատ ծանր է տանում։ Դե ես էլ հարցեր չեմ տալիս, որ ավելի չբորբոքեմ ցավը։ Բայց երևի այդպես ճիշտ չի, չէ։ Մամ, ինձ թվում է Էլկան շատ է Սարայի հանդեպ վատ տրամադրվում։ Այսինքն։ Չեմ ուզում իմ այս կասկածներով քեզ էլ անհանգստացնեմ, որովհետև հնարավոր է, որ ես սխալվում եմ։ Բայց ինձ թվում է, որ այս պատմության մեջ երրորդ մարդ կա։ Ու հենց ինքն է ստիպում, որ Էլկան Սարայի դեմ տրամադրվի։ Բայց ով կամ ինչի համար։ Չգիտեմ, մամ։ Ուղղակի այս ամենը ինձ շատ ծանոթ է։ Ես չգիտեմ ով է կամ ինչի համար է այս ամենը անում, բայց այն, որ Էլկան արդեն լարվել է Սարայի դեմ, դա փաստ է։ Ինքը Սարային ընդունում է արդեն որպես թշնամի, լարված է։ Ու եթե մենք ոչինչ չանենք, ամեն ինչ ավելի ավատանալու։ Ուղղակի ուզում եի, որ դու էլ իմանայիր։ Ինչ է նշանակում Հայաստանում է։ Վայ գոր։
Պատասխանի գոր։ Սենց բան չի կարող լինել։ Անհնար է։ Դու հանգիստ գնա, բալես, ես կխոսեմ Էլգայի հետ։ Հա, մամ, անպայման խոսի, որովհետև դու հիմա իրանց պետք ես։ Դու էլ բալես, բոլորս։ Չէ, մամ, հավատա, դու ավելի կարևոր ես։ Դու հիմա տուն գնա, բալես, ես կխոսեմ Էլգայի հետ։ Կամ հենց հիմա կզանգեմ ու կխոսեմ հետը։ Լավ, Հետո էլ պապիի հետ կխոսեմ ու կխնդրեմ, որ օգնի Արմանին։ չէ, մամ, դրա կարիքը չկա։ Արմանի հետ կապված ես մի բան կանեմ։ Ամեն դեպքում որոշել ես, որ հորդ մասին Իսկ ուրիշ տարբերակ կա։ կա բալես, տարբերակ կա։ Քո հետ խոսելուց հետո ես երկար եմ մտածել ու գիտեմ ինչ ենք անելու։ Ու ինչ։ Ես չեմ ուզում, որ այդ բեռը դու քո վրա վերցնես։ Ես ինքս կխոսեմ պապայի հետ։ Հա, կխոսեմ, կպատմեմ, կխնդրեմ, որ ինքը որոշի Միսակի ճակատագիրը փոխարենը Արմանին օգնի։ Ես չեմ ուզում, որ դու ապրես դրա հետ։ Դա թող ինձ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ երեխեքս իրար դեմ դուրս գան։ Հա, ես շատ բաց թողումներ եմ ունեցել, բայց այս մեկը հաստատ թույլ չեմ տալու։ Բացեք ես դուռը։ Ձիաննա գիտեմ, որ տանն ես, բացի։ Ով կա տանը, մեկդ բացեք ես դուռը։ Լսի, այդ աղջիկը սիրում է այդ տղուն։ Ու էլ ոչ մի ճշմարտություն չկա։ Ուզում ես իմանաս, թե հետո ինչ ա լինելու։ Սառան գնալու է ու Գորին զգուշացնի։ Իսկ ձեր մոտ ցույց ա տալու, որ ինքը Գորին դեմ է, որ դուք հանգիստ ու ազատ խոսաք ձեր պլանների մասին։ Իսկ ինքը գնա ու Գորին զգուշացնի։ Անհնար է։ Չէ։ Բացեք դուռը, գիտեմ, որ ներսում եք։ Ձիաննա։ Գորդե, բացի դուռը, գիտեմ, որ տանն ես։ Բացեք դուռը։ Գորդե, բացի։
Ասա։ Ասա, ինչ ա եղել։ Ալո։